Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի, Ախուրիկ, Աքիաքա եւ Երասխի հանգույցի երկաթուղու նորոգումը։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում Թուրքիայում գործարկված նոր կարգավորման շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանից որևէ երրորդ երկիր, այնտեղից էլ Թուրքիա ուղարկվող կամ նույն երկաթուղով Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ելակետը նշել որպես Հայաստան-Թուրքիա։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա եւ Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է լինելու։ Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում թրիփ նախագծի իրագործման արդյունքում գրել էր վարչապետը։ Նա նաև հայտնել էր, որ Ախալքալաք Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։ Հայաստանի եւս մեկ ուղղությամբ երկաթուղային կապ ստանալը ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական իրադարձություն է։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որ ի վերջո շրջափակումը քայլ հաղթահարվում է։ Սրանով Հայաստանը նոր շուկաներ է ստանում, հավելել է Փաշինյանը, մասնավորապես Եվրոպական միության երկրների, եվրոպական այն երկրների, որոնք Եվրամիության անդամ չեն, Թուրքիայի եւ Սիրիայի հանրապետության հետ։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով նախ եւ առաջ այս գործընթացները պետք է դիտարկել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշվող խաղաղության խաչմերուկ ծրագրի շրջանակներում, որը իր մեջ ներառում է Հայաստանի տարածաշրջանային եւ կոմունիկացիոն դերի ավելացում։ Դա ունի ոչ միայն, ասենք, տնտեսական կամ կոմունիկացիոն նշանակություն, այլ դա նաև քաղաքական համապատասխան ուղերձներն են ուղղված մեր եւ հարևաններին եւ ավելի լայն շրջանակներով նաև միջազգային հանրությանը, որ Հայաստանը փորձում է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները այս փակուղուց դուրս գալու համար։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել հարաբերությունները տնտեսական, կոմունիկացիոն եւ անվտանգության ուղղություններով։ Հայաստանի դեպքում կարևոր հանգամանք կա, որ Հայաստանը դիտարկվում է միջ այս պայանը նույնիսկ որպես երկիր, որը ունի տարածաշրջանային խնդիրներ եւ հակամարտություններ իր հարևանների հետ։ Բնականաբար, եթե այս գործընթացում տեղի ունենան լուրջ առաջխաղացումներ, եթե այս գործընթացում Հայաստանը իսկապես կարողանա իր տարածաշրջանային հարևանների հետ ավելի վստահելի եւ խաղաղ մթնոլորտ ստեղծի, բնականաբար դա նույնպես դրական կազդի Հայաստանի դիրքորոշման, Հայաստանի դիրքին, Հայաստանի նշանակությանը նաեւ ավելի լայն շրջանակներում։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով սա մեծապես ոչ այնքան տնտեսական առումով մեծ քայլ է, որքան քաղաքական, որից Հայաստանը չի կարող հրաժարվել։ Այս պայմանությամբ այդ երկաթգծը թերբեռնված է, տարբեր հաշվարկներով օգտագործում այդ երկաթգծի թողունակության մոտավորապես 20-ից 25%-ը։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ այդ ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Ադրբեջանի կողմից, տնտեսապես ձեռնտու չի եղել եւ նրանց անհրաժեշտ է նոր հոսքեր, որ այդ նախագիծը կամ այդ ուղղությունը դառնա ձեռնտու։ Միաժամանակ Պարսյանը նկատում է, որ Հայաստանը չի կարող դառնալ տարանցիկ երկիր մինչև այն պահը, երբ կկառուցվի թրիփը։ Տնտեսագետի խոսքով իշխանությունները հռչակել էին խաղաղության խաչմերուկ նախագիծ, ըստ որի Հայաստանը պետք է դառնա խաչմերուկ Կովկասում եւ բեռների տեղափոխումը պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքով եւ Հայաստանը պետք է օգտվի դրանից։ Հրապարակված քարտեզով կամ հրապարակված նախագծով ստացվում է այդ խաչմերուկը շարունակելու է մնալ Վրաստանը եւ Հայաստանը դառնալու է ուղղակի այդ հոսքերից վտակներից մեկը ընդամենը, որի պարագայում տարանցիկության պայմանավորված Հայաստանը որևէ օգուտ չի ունենալ։ Հայաստանն ու Թուրքիան աշխատանքները շարունակում են նաև Գյումրի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ։ Սուրեն Պարսյանի խոսքով այն ավելի մեծ հնարավորություններ կարող է բացել Հայաստանի համար, քան հիմա Վրաստանի տարածքով առաջարկվող երկաթգիծը, որը լուրջ տրանսպորտային խնդիրներ չի լուծելու։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։